Sai jogando com o Lautaro, tentou a jogada em velocidade pro Neymar, o zagueiro escorregou, Neymar saiu na cara do gol, a chance do primeiro, Neymar! Բրազիլիայում նորից սկսել էին հավատալ։ Նեյմարը վերադարձել է։ Երկար դադարից հետո նա նորից հրավիրվել էր ազգային հավաքական։ Սոցցանցերում մարդիկ արդեն գրում էին. սկսվում է մի վերջին պարը։ Բայց դա տևեց ընդամենը մի քանի օր։ Նոր վնասվածք եւ Նեյմարը կրկին դուրս մնաց հավաքականից։ Իհարկե կար ժամանակով նա ստացել էր այդքան սպասված հրավերը, բայց վնասվածք ստացավ։ Թեթև, բայց վնասվածք էր։ Oh no! Վտանգ կար, որ նա չի մասնակցի հավաքականի առաջիկա ընկերական խաղերին։ Այդ վտանգը դեռ շարունակում է մնալ օդում։ Թող դա այդպես մնա, իսկ մենք վերադառնանք Նեյմարի վնասվածքին, որը պարզապես վնասվածք չէր։ Վնասվածքը կարծես Նեյմարի կարիերայի ամբողջական սիմվոլը լինի։ Մի կարիերա, որի ընթացքում ցավն ու հանճարը քայլում են կողք կողքի։ Նեյմարը սովորական տաղանդ չէր։ Դեռ մանկուց դրա մասին խոսում էին այնպես, կարծես նոր Պելեն է ծնվել։ Սանտոսում մարդիկ գնում էին ստադիոն նրան տեսնելու համար։ YouTube-ում նրա հայլայթերը միլիոնավոր դիտումներ էին հավաքում։ Դեռ այն ժամանակ, երբ դեռ TikTok-ը չկար։ Նա խաղում էր այնպես, ինչպես բրազիլացիներն են սիրում՝ անհարգալից, ազատ, ուրախ, անկաշկանդ, էլաստիկոներ, ռեյնբոու ֆլիկներ, նութմեգեր։ Նեյմարը ֆուտբոլ չէր խաղում, նա պարզապես զվարճանում էր։ Նրա խաղը հաճախ համեմատում էին բակային ֆուտբոլի հետ, որտեղ գլխավոր պայմանը հաճույք ստանալն էր, աղջիկներին դուր գալը, ինչը Նեյմարի մոտ ամենալավն էր ստացվում։ Բայց ժամանակները փոխվում էին, ֆուտբոլը հատկապես։ Մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես էր այդ փոփոխություններին ադապտանում կամ փորձում ադապտանալ Նեյմար Ջունիորը։ 2013 թվականին նա տեղափոխվեց Բարսելոնա ու ստեղծվեց մի եռյակ, որը ֆուտբոլասերների կարծիքով աշխարհի ամենադիտարժան ֆուտբոլ ցույց տվող տրիոն էր։ Մեսսի, Սուարես, Նեյմար, MSN։ Ու այստեղ կարևոր բան կա հասկանալու։ Նեյմարը տեղափոխվեց Բարսելոնա, երբ ֆուտբոլը տրանսֆորմացիայի փուլում էր, երբ դեռ անհատականությունների դերը նշանակություն ուներ։ Նեյմարը պարզապես լավ խաղացող չէր այդ թիմում։ Նա շատ խաղերում պարզապես անկասելի էր։ 2015-ին Չեմպիոնների լիգայի խաղարկությունում խփեց 10 գոլ։ Գոլ խփեց եզրափակչում։ Ու անհատական որակներով գուցե գերազանցում էր թե Մեսսիին, թե Սուարեսին։ Երբեմն թվում էր, թե Մեսսիից հետո հենց ինքն է վերցնելու ֆուտբոլի գահը, բայց հենց այստեղ սկսվեց առաջին ներքին մեծ կոնֆլիկտը։ Նեյմարը չափազանց մեծ էր երկրորդ դերը խաղալու համար։ Շատ էին խոսակցությունները, որ Նեյմարը չէր ցանկանում մնալ Մեսսիի ստվերում։ Դրա համար որոշեց հեռանալ։ Գուցե այս ամեն ինչի մեջ կա ճշմարտության հատիկ, բայց ինչպես հետո պարզվեց, դա ավելի շատ ակումբի ղեկավարության շատ վատ քաղաքականության եւ ղեկավարման արդյունք էր ընդամենը։ Արդյունքում Նեյմարը հայտնվեց Պարի Սեն-Ժերմենում, դառնալու նրա առաջատարն ու ոգին, բերելու այնքան սպասված եվրոպական ականջավոր գավաթը։ 2017 թվական նա տեղափոխվեց Պարի Սեն-Ժերմեն, 222 միլիոն եվրո, մինչ այսօր պատմության ամենաթանկ տրանսֆերը։ Շատերը մտածում էին, հիմա Նեյմարը պատմություն է գրում, բայց իրականում սա դարձավ նրա կարիերայի երևի թե ամենաբարդ շրջանը։ Այո, նա շարունակում էր փայլել։ Ֆուտբոլին զուգահեռ մեծանում էր նրա ազդեցիկությունը մեդիա դաշտում։ Այլ կերպ ասած, Նեյմարը վերածվում էր ինֆլուենսերի։ Ինստագրամի զարգացմանը զուգահեռ աճում էր դրա միջոցով հավելյալ շահույթ գոյացնելու գայթակղությունը, ու Նեյմարը այդ հարցում դարձավ լավագույններից։ Նրա ընդամենը մեկ հրապարակումը Ինստագրամում տատանվում էր 500-ից 600 հազար եվրոյի սահմաններում։ Շարունակական աճը պահանջում էր ավելի շատ կոնտենտ, ու Նեյմարը այս անգամ էլ որոշեց սկսել խաղալ օնլայն խաղեր, դառնալով գեյմեր։ Խնջույքներն ու տարբեր տեսակի սկանդալները միայն ավելացնում էին նրա անվան շուրջ հետաքրքրությունը։
Այդ ամենը չէր կարող չանդրադառնալ նրա խաղի ֆիզիկական վիճակի վրա։ Չնայած առաջին հայացքից թվերը շատ էլ լավ տեսք ունեին, բայց ամեն տարի կրկնվում էր նույն պատմությունը՝ լավ մարզավիճակ, հետո վնասվածք, վերականգնում, նորից վնասվածք։ Որպեսզի ավելի լավ պատկերացնեք պատկերի լրջությունը, ձեզ ենք ներկայացնում Transfermarkt-ի պաշտոնական թվերը։ Փարիզում եղած առաջին տարում վնասվածքի պատճառով նա բաց է թողել 120 օր, 18-19 մրցաշրջանում 187 օր, 19-20-ում 80 օր, 20-21-ում 100 օր, 21-22-ում 115 օր եւ 22-23-ում 141 օր։ Սա նշանակում է, որ Նեյմարը ավելի քան 2 տարի ուղղակի ֆուտբոլ չի խաղացել վնասվածքների ու վերականգնողական թերապիաների պատճառով։ Իսկ ինչու էր այդքան հաճախ վնասվում։ Նեյմարի կարիերայում ամենավտանգավոր մրցակիցը պաշտպանները չէին, իր սեփական մարմինն էր։ Մեջքի կոտրված 2014-ի աշխարհի առաջնությունում կապանների վնասվածքներ, վիրահատություններ, տարբեր մանր միջին վնասվածքներ ու այդ ամենը անընդհատ կարծես շրջապտույտ լիներ։ Ու այստեղ արդեն սկսվեց մեկ ուրիշ պատմություն։ Մարդիկ սկսեցին ավելի շատ խոսել ոչ թե Նեյմարի հանճարի, այլ նրա բացակայությունների մասին։ Մեմեր, ծաղրանք եւ այլն։ Նա միշտ վնասվածք է ստանում, բայց հաճախ մարդիկ մոռանում էին, թե ինչ էր կատարվում նրա ոտքերի հետ խաղադաշտում։ Նեյմարի հանդեպ ամենաշատն էին կանոնները խախտում, ստացվում է այս դեպքում նրա տաղանդը իր իսկ դեմ էր դուրս եկել։ Նրա խաղաոճը ուղղակի հրահրում էր մրցակիցներին։ Անզեն աչքով երևում էր, որ նրան դուր է գալիս, թե ինչպես են մրցակիցները հունից դուրս գալիս իր խաբկերից։ Նա այնքան էր պահում գնդակը, մինչև մրցակիցը հունից դուրս գա եւ հարվածի նրա ոտքերին։ Նա էլ սկսում էր գլորվել գնդիկ բոքունիկի պես։ Դրան էլ գումարում ենք ոչ պատշաճ պատրաստվածությունը ու օրգանիզմը այդպիսի ծանրաբեռնվածությանն ու հարվածներին պարզապես չէր դիմանում։ Արդյունքում շատ շուտ կոտրվում էր։ Բայց կա մի բան, որի հանդեպ ցանկությունը չի կոտրվում նրա մեջ։ Նա դեռ հուսով լի ապրում է երազանքի իրականացման սպասումով։ Նա իսկապես սիրում էր խաղալ հավաքականում ու հենց դրա համար աշխարհի առաջնությունները նրա կարիերայի ամենացավոտ գլուխներն են դարձել։ 2014 թվական վնասվածք, 2018 թվական արդյունքներ եւ ճնշում, 2022 թվական ցավալի պարտություն Խորվաթիայից։ Ամեն անգամ թվում էր, թե հաջորդը կլինի հենց նրա աշխարհի առաջնությունը, բայց այդ հաջորդը այդպես էլ չեկավ։ Նա գնաց հաջորդ կանգառը, որտեղ փորձեց համատեղել փողը եւ մարզավիճակ պահելու հնարավորությունը։ Երբ նա գնաց Սաուդյան Արաբիա, մարդիկ բաժանվեցին երկու մասի, ոմանք ասացին նա վերջացավ, մյուսները նա պարզապես հոգնել էր։ Գուցե երկու տարբերակներն էլ իրականությանը համապատասխանում են, որովհետև Նեյմարի կարիերան արդեն վաղուց դուրս էր եկել ֆուտբոլի, բուն ֆուտբոլի շրջանակներից։ Արաբական կարիերան կարճ տևեց, բայց նա հասցրեց իր գլխավոր միսիան կատարել։ Նա գովազդեց լիգան ու շարժվեց առաջ դեպի հայրենիք։ Նա վերադարձավ հարազատ Սանթոս, գնաց աշխատավարձի կրճատման։ Նենց տպավորություն էր, որ նոր է հասունանում Նեյմար ֆուտբոլիստը ու այդ ամենը մի բանի համար՝ վերադառնալ Բրազիլիայի հավաքական։ Հարազատ ակումբում նա կրկին գլխավոր դերում էր, դառնում էր հայլայթերի թեմա, խփում գեղեցիկ գոլեր, ընկնում սկանդալների մեջ, վնասվածքներ ստանում, նորից վերադառնում։ Բայց չէր գալիս այդքան սպասված հրավերը։ Պապա Կառլոն համառորեն չէր հրավիրում Նեյմարին, ինչը ակնհայտորեն դուր չէր գալիս բրազիլացուն։ Մեծ տարածում գտավ Նեյմարի 2023 թվականին հրապարակած տեսանյութը, որտեղ ցույց է տալիս, թե ինչքան ցավալի է նրա վերականգնման process-ը։ Սակայն ոչ սրտաճմլիկ տեսանյութը, ոչ ֆինտերը, ոչ գոլերը, ոչ էլ փոխարինման հետ կապված այն սկանդալային տեսանյութը չհամոզեցին Պապա Կառլոին հրավիրել նրան, մինչև որ Չելսիի ֆուտբոլի Ժոաու Պետրոն վնասվածք ստացավ։ Իսկ Նեյմարը հրավեր ստացավ։
Բրազիլիայի հավաքականի այդքան սպասված հրավերից հետո մարդիկ սկսեցին մտածել, գուցե սա իրոք Նեյմարի վերջին պարն է, բայց նոր վնասվածք եւ նա կրկին դուրս մնաց հայտացուցակից։ Նա Սանտոսի վերջին մարզումներից մեկի ժամանակ վնասվածք է ստացել ու չի մասնակցի հավաքականի առաջիկա ընկերական խաղերին, որոնք որոշիչ են լինելու հիմնական կազմի որոշման համար։ Հետո հրապարակվեց Նեյմարի ուղղաթիռով հավաքականի բազա ժամանելու, նրա խաղընկերների, հայրենակիցների հետ հանդիպելու եւ Պապա Կարլոյի հետ ողջագուրվելու վիդեոն եւ նորից հույս ծնվեց, թե ամեն ինչ կարգին է, բայց կրկին բոտ։ Բրազիլիայի հավաքականը հաստատեց, որ Նեյմարը 2-ից 3 շաբաթ կբացակայի վնասվածքի պատճառով։ Ու այստեղ արդեն դժվար էր չմտածել մի բանի մասին։ Գուցե Նեյմարի կարիերայի իրական ողբերգությունը այն չէ, որ նա չդարձավ լավագույնը, այլ այն, որ մենք երբեք այդ իրականում թե ինչ կարող էր դառնալ Նեյմարը իրականում։ Neymar Júnior. É o Santos. Գուցե Նեյմարը երբեք չհաղթեց ոսկեգնդակը, գուցե նա երբեք չդարձավ Մեսսի կամ Ռոնալդոյի մակարդակի լեգենդ, բայց կա մի բան, որ երբեք խլել չի ստացվի նրանից, երբ Նեյմարը առողջ էր։ Ֆուտբոլը ուրիշ տեսք ուներ, ու գուցե հենց դա է նրա ամենամեծ հաղթանակը։ Cuando no se llevaba ni 2 minutos de la segunda parte. Qué jugador, qué futuro impresionante con la Հիմա օդում կախված է ընդամենը մի հարց։ Կկարողանա արդյոք Նեյմարը մի վերջին անգամ հավաքվել այնպես, որ ամերիկյան մունդիալը հավերժ հիշարժան լինի բրազիլացիների համար։ Մենք կարծում ենք, որ դա շատ իրական է Անչելոտիի ներկայությամբ ու բրազիլացի ֆուտբոլիստների որակները հաշվի առնելով։ Գրեք ձեր կարծիքը այս մասով։ Հավանեք տեսանյութը, եթե հավանեցիք մեր աշխատանքը Նեյմարի մասին, ու դե անպայման բաժանորդագրվեք, որովհետև դա շատ է օգնում մեզ ալգորիթմին բան բացատրել։ Լավ եղեք, կհանդիպենք։